Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից։ Հայրենաճանաչողությունը սկսվում է հայրենիքի պատմության ուսումնասիրությունից։ Բարև ձեզ, այսօրվա մեր զրույցի թեման կլինի Արարատյան զորեղտիրակալ Սարդուրի առաջինը։ Սարդուրի առաջին թագավորել է մեր թվարկությունից առաջ 845-ից 825 թվականներին։ Սարդուրին Արարատյան այն արքաներից էր, որոնք ունեին աշխարհակալական ձգտումներ, նկրտումներ եւ նաեւ որոշ առումով հասան աշխարհակալության, ինչը արտացոլվում է Սարդուրի առաջինի տիտղոսներում։ Նա սեպագիր արձանագրություններում իրեն կոչում է մեծ արքա, տիեզերքի արքա, բոլոր թագավորներից հարկեր վերցնող արքա, ճակատամարտերից չվախեցող քուրմ արքա տիտղոսներով, ինչը էականորեն եւ իրավացիորեն արտահայտում է Սարդուրի առաջին զորեղտիրակալի դիրքը եւ ազդեցությունը մերձավոր արևելքում։ Սարդուրին, ինչպես նշեցի, գահակալել է մեր թվարկությունից առաջ 845 թվականից մինչև 825 թվականը։ 20 տարվա գահակալության արդյունքում նա ոչ միայն ամրապնդեց հորից ստացած հսկատերությունը, այլ նաև կատարեց նվաճումներ։ Մասնավորապես գահակալման սկզբնական շրջանում Սարդուրին արշավանք ձեռնարկեց դեպի արևմուտք եւ Եփրատի միջին ավազանի երկրները միավորեց Արարատյան թագավորությանը։ Սարդուրի գլխավոր ախոյանը Ասորեստանն էր, արևելքի ամենազորեղ կայսրությունը։ Ասորեստանի թագավոր Սալմանասար III-ը երկու անգամ փորձեց կասեցնել Արարատյան թագավորության հզորությունը։ Նա իր ամենազորեղ զորավարին Աշուրդայանին ուղարկեց նվաճելու Հայաստանը։ Արածանի միջին հոսանքներում հզոր ճակատամարտ եղավ։ Ասորեստանի թագավորը բնականաբար պարծենում է իր արձանագրությունների մեջ նշելով, որ նա ջախջախել է Արարատյան արքային եւ արյան գետեր է հոսեցրել։ Սակայն դեպքերի հետագա ընթացքը թույլ է տալիս պնդել, որ ամենևին այդպես չէ։ Սարդուրի առաջինը ոչ միայն հակահարված է հասցրել, այլ վճռական հաղթանակ է տարել։ Նաև մի քանի տարի անց Սալմանասար III-ը դարձյալ նույն զորավարին Դայանե Աշուրին ուղարկում է նվաճելու Հայաստանը, սակայն ասորական բանակը ոչ միայն չի կարողանում ներխուժել Հայաստան, ընդամենը ավերելով մի քանի տասնյակ բնակավայրեր, սահմանային բնակավայրեր, հակահարված ստանալով Սարդուրի հայկական զորքերից փախուստի է դիմում, որով արդյոք Սարդուրի առաջինը հաստատվում է ոչ միայն Եփրատ գետի միջին ավազանում, միջին հոսանքի ավազանի երկրներում իր տիրակալությունն է հաստատում, այլ նաև հարավային երկրներում հայոց զորքը անցնում է հայկական Տավրոսի լեռնաշղթան եւ հաստատվում հյուսիսային միջագետքում։ Սա ուղղակի բաց մարտահրավեր էր Ասորեստանին, եւ քանի որ Սարդուրին մինչեւ իր գահակալման վերջ կարողացավ իր դիրքերը պահպանել հյուսիսային միջագետքում, հայոց միջագետքում, դա նշանակում է, որ արդեն Սարդուրի առաջինի օրոք այս մրցակցության նժարը թեքվեց հօգուտ հայոց թագավորության։ Սարդուրի արքան աչքի է ընկել ոչ միայն ռազմական հաջողությունները, ոչ միայն արշավանքներով, նվաճումներով, նա նաև շինարար արքա էր։ Մասնավորապես Սարդուրին կառուցեց Վան քաղաքը, Վան Տուշպա Տոսպ քաղաքը։ Մինչ այդ Արարատյան թագավորության մայրաքաղաքը Արզաշկուն էր, որը պատմաբանները տեղակայում են Վանալճի հյուսիսային ափին, նույնացնելով այսօրվա Արճաշի հետ։ Սարդուրին կառուցեց նոր մայրաքաղաք արդեն Վանալճի արևելյան ափին, շատ ավելի մոտ Ասորեստանից, քան Արզաշկուն էր։ Սա էլ արդեն վկայում է, որ Սարդուրի արքան ոչ միայն չէր վախենում Ասորեստանից, մայրաքաղաքը մոտեցնելով նրա սահմաններին, այլ նաև նրա օրոք իսկապես Արարատյան թագավորությունը շատ ավելի զորեղ էր, քան իր ոխերիմ ախոյանը Ասորեստանը։ Վանը նա հսկա մեծ քաղաք կառուցեց, իր ժամանակի համար հսկա մեգապոլիս էր, նաև ըստ երևույթին Վանում կառուցեց
Տուշպուանը դիցուհուն նվիրված տաճար, որովհետև Վան քաղաքը նվիրվեց հենց նրան։ Քաղաքը այդպես էլ կոչվեց Տուշպա հետագայում միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվելով նաև որպես Տոսպ եւ ապա Վան։ Վանը Հայաստանի մայրաքաղաք եղավ մինչև մեր թվարկությունից առաջ 7-րդ դարը։ Ապա Վանից հետո եւս երկու քաղաքներ դարձան Ուրարտուի մայրաքաղաքները, որոնց հետագայում կանդրադառնանք, բայց եկեք հիմա փոքրիչ խոսենք Վան քաղաքի մասին։ Վանը այն քաղաքներից էր, եզակի քաղաքներից է, որ կառուցման օրից մինչև օրս երբեք չկորցրեց իր քաղաքային նշանակությունը։ Եթե մենք համեմատենք Երևանի հետ, որը գրեթե հասակակից է Վանին, մի քանի տարի է ընդամենը զիջում Երևանը Վանին իր տարիքով, բայց պատմության ընթացքում Երևանը միշտ չէ, որ քաղաքային բնակավայր եղել է գյուղ, եղել է գյուղաքաղաք, իսկ Վանը երբեք չկորցրեց իր նշանակությունը եւ Արևմտյան Հայաստանի ամենամեծ քաղաքներից էր։ Վանը հայտնի էր նաեւ որպես արհեստների կենտրոն, հատկապես հայտնի են Վանի ոսկերիչներ եւ արծաթագործները։ Նա Վանում Վանի ժայռի վրա մի հսկա բերդ կառուցեց։ Ժայռի ստորոտում տեղակայված էին Ուրարտական թագավորների դամբարանները, ժայռափոր դամբարաններ էին այնտեղ։ Մի գեղեցիկ տեսարան է բացում Վանի ժայռից, Վանաբերդից։ Մի կողմից Վան քաղաքն էր իր 4 թաղամասերով, որոնցից ամենահայտնին իհարկե Այգեստանն էին, քաղաքամեջն էին, մյուս կողմից Վանա ծովակներ, Վանա լիճը։ Ուրարտուից հետո եւս մեկ անգամ Վանը դարձավ հայոց մայրաքաղաք։ 908 թվականին Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխան ապստամբեց Բագրատուիների թագավորության դեմ եւ հիմքը դրեց Վասպուրականի հայոց թագավորության։ Եվ Վանը դարձավ Վասպուրականի թագավորության մայրաքաղաքը 908 թվականից մինչև 1021 թվականը, երբ վերջին թագավորը Սենեքերիմ Արծրունին իր տերությունը, իր պետությունը հանձնեց Բյուզանդիային եւ հեռացավ Փոքր Հայք։ Այսինքն տեսնում ենք, որ դեռ մեր թվարկությունից առաջ 9-ից 7-րդ դարում է Վանը եղել Հայաստանի մայրաքաղաք, ապա հայկական պետության մայրաքաղաք է եղել 908 թվականից մինչև 1021 թվականը։ Ամբողջ միջնադարում Վանը չկորցրեց իր նշանակությունը որպես արհեստագործության կենտրոն, արվեստների կենտրոն, առհասարակ Վասպուրականը մեր հայկական մշակույթի ամենախոշոր կենտրոններից մեկն էր։ 1055 թվականից հետո Վանը անցավ Օսմանյան կայսրությանը եւ Օսմանյան տիրակալության շրջանում էլ քաղաքը մեծացավ, աճեց, ճիշտ է, արդեն այստեղ բնակչության որոշակի տեղաշարժերի արդյունքում միատար հայկական բնակչություն չուներ։ Դեռևս Տիգրան Մեծի գահակալման շրջանում Վանում հայոց արքայից արքան բնակեցրեց հրեաների եւ ասորիների, սակայն 4-րդ դարում Մերուժան Արծրունին ուղակի հրեաներին եւ ասորիներին քշեց Հայաստանից, դարձյալ Վանը ունեցավ միատար հայկական բնակչություն։ Իսկ 16-րդ դարից հետո այստեղ հաստատվեց նաեւ թյուրքական տարը, ինչպես նաեւ քրդեր։ Վանի պատմության մեջ կարևորագույն 3 իրադարձություններ պիտի նշենք։ 1862 թվականի Վանի ապստամբությունը։ Այս մասին ցավոք սրտի պատմագիտություն քիչ է խոսում, դասագրքերում գրեթե ոչինչ չեք հանդիպի։ 1862 թվականին վանեցիները ապստամբեցին եւ դա հաղթական ապստամբություն էր։ Անկամ Վանի բնակչությունը գրավեց Վանի բերդը եւ այնտեղ սրակոտոր արեց թուրքական կայազորին։ Միայն օտար երկրների հյուպատոսների միջամտության արդյունքում այս ապստամբությունը դադարեց։ Երկրորդ ապստամբությունը վանեցիների եղավ 1896 թվականին։ Վանը դարձյալ չընկրկեց եւ հաղթական ապստամբություն էր։ Օտար պետությունների, եվրոպական պետությունների, մասնավորապես Անգլիայի հյուպատոսի միջամտության արդյունքում ապստամբությունը դադարեց։ Ապստամբները համաձայնության եկան եւ որոշեցին զինված ուժերը հանել Վանից։ Այդպես էլ կատարեցին, սակայն թուրքերը խոստումնազանց լինելով ճանապարհին սրակոտոր արեցին Վանի ապստամբներին։ Ճիշտ է, դրան հաջորդեց Խանասորի պատժիչ արշավանքը, որի նպատակը հենց թուրքերի երթմնազանց, խոստումնազանց այդ թուրքերին եւ քրդական ցեղերին, աշիրեթներին պատժելն էր, որոնք խախտելով իրենց խոստումը ճանապարհին հարձակվեցին եւ Վանի ապստամբներին կոտորեցին։ Վանի խոշորագույն ապստամբությունը 1915 թվականի ապստամբությունն էր։ Այստեղ Արամ Մանուկյանի գլխավորությամբ հայկական ավանդական 3 կուսակցությունները մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները միաբանվեցին եւ կարողացան ուղղակիորեն ջախջախել թուրքերին, թուրքական կանոնավոր բանակը, քրդական աշիրեթներին, ինչպես նաեւ բաշիբոզուկներին, որոնք համալրելով թուրքական Օսմանյան զորքը ցանկանում էին ցեղասպանություն իրականացնել նաև Վանում, սակայն վանեցիները փառքիրից կարողացան հակահարված հասցնել արժանիորեն եւ Վանը մաքրել օտար տարերից։ Եվ ահա նաև Գառնանը
Անդրանիկի գլխավորած հայկական կամավորական գունդը մտավ Վան, նրան հետևած նաև ռուսական բանակը։ Թվում էր, թե Վանի ազատությունը մոտ է։ Եվ անգամ Արամ Մանուկյանը այստեղ 15 թվականին փորձ արեց հայկական պետականություն ստեղծելու, բայց այս անգամ արդեն մեր երազանքները խափանվեցին ռուսական կայսերապետական ծրագրերի պատճառով։ Ռուսաստանին ամենևին պետք չէր Արևմտյան Հայաստանում ունենալ հայկական անկախ պետականություն, եւ ռուսական կառավարությունը 3 անգամ բռնագաղթեցրեց Վասպուրականի հայությանը, 3 անգամ բռնի ուժով քշեց հայությանը դեպի Արևելյան Հայաստան, ի վերջո հայաթափելով Վասպուրականը եւ ի վերջո Վասպուրականը հանձնելով թուրքերին, Օսմանյան կայսրությանը։ Վանը միշտ եղել է Արևմտյան Հայաստանի ամենամեծ քաղաքներից, եթե ոչ ամենամեծ քաղաքը։ Երկար ժամանակ բնականաբար որպես մայրաքաղաք այն ամենամեծ քաղաքն էր ամբողջ հայրականության մեջ։ Մասնավորապես ռուսը առաջին արքայի արձանագրության մեջ հիշատակվում է, որ հայոց արքայի միայն Արքունիքում 5507 ծառայող կա։ Պատկերացրեք տասնյակ հազարավոր բնակիչներ ունեցող քաղաք, որ հին աշխարհի համար իսկապես մեգապոլիս էր։ Միջնադարում էլ Վանի բնակչությունը համարում էր տասնյակ հազարներ, անգամ 100,000-ից ավելի։ Եվ Արևմտյան Հայաստանում Վանի հետ կարող էին մրցակցել իրենց մեծությամբ ազդեցությամբ միայն Կարինը եւ Դիարբեքիրը, Տիգրանակերտը, Տիգրան Երվանդյանի կառուցած։ Ինչեւ այսօր Վանը իրենից ներկայացնում է 600,000 բնակիչ ունեցող շատ գեղեցիկ մի քաղաք, որտեղ սակայն հայկական տարեքի չէ, հիմնականում բնակեցված է քրդերով։ Կան Վանում հայեր, տասնյակ հայեր մինչև օրս ապրում են, կան նաև բազում հազարավոր իսլամացած հայեր։ Բայց ինչպես որ ասում են վանեցիները, Վանը երկրում է, իսկ դրախտը երկնքում։ Այսինքն Վանը իսկապես հայոց դրախտն է, իսկապես հայոց ոգին է, հայոց սիրտն է, եւ երբև չպետք է կորցնենք մեր հույսը եւ վստահությունը, որ Վանը կվերադառնա հայոց սիրտ։ Եվ հիշենք նաեւ մեծ հայ խոսքերը, երբ նրան հարցնում են, ասում են, թե Վանը դա Թուրքիայում է, ասում է ոչ, թուրքերն են Վանում։ Առայժմ ժամանակավորապես